Ողջույն, Armin Business Portal-ի եթերում կրկին վերլուծում ենք տնտեսական նորությունները։ Գնացինք։ Դեմոգրաֆիկ տվյալների հետքերով։ Գերկենտրոնացման հետևանքները։ Շոկոլադի ճգնաժամ։ Հայկական իշխանի վերելքը։ Դեմոգրաֆիկ խնդիրների հետքերով։ Համեմատենք Հայաստանի Հանրապետության բնակչության ցուցանիշները 2011-ի եւ 2024-ի դրությամբ։ Կարող ենք տեսնել, որ ակնհայտ է 2024-ին ունենք բնակչության աճ 21000 անձով։ Սակայն, եթե 2011 թվականի ցուցանիշը համեմատենք 2022 թվականի ցուցանիշի հետ, կարող ենք տեսնել, որ բնակչությունը նվազել է 108000 անձով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել 3 փաստարկներով՝ ծնելիության նվազեցում, մահացությունների աճ եւ իհարկե միգրացիա։ Իսկ ինչով էր պայմանավորված 2024 թվականի ցուցանիշի աճը։ Հիմնական պատճառը մեկն էր՝ արցախահայերի բռնի տեղահանությունը 2023 թվականին, որը ապահովեց ցուցանիշի աճ։ Բայց եթե դիտարկենք ավելի մանրամասն, կարող ենք տեսնել, որ բնակչության նվազման տենդենսը շարունակվում է մինչ այսօր։ Շարունակենք ավելի մանրամասն ուսումնասիրել բնակչության վիճակագրական տվյալները։ Նայելով գրաֆիկին, տեսնում ենք բնակչության սեռատարիքային բուրգում կարող ենք տեսնել փոփոխություններ։ Մինչև 34 տարիքային խումբը 2011-ին կազմել է 52.65%, 2024-ին նվազել մինչև 43.9%։ Սա արդեն նշան է, որ մեր բնակչությունը գնում է դեպի ծերացում։ Կանանց եւ տղամարդկանց հարաբերակցությունը բնակչության մեջ գրեթե չի փոխվում, եւ վերջին տասնամյակի ընթացքում ունենք մոտավորապես նույն ցուցանիշը։ Կանանց դեպքում դա 52.8%-ն է, տղամարդկանց դեպքում 47.2%-ը։ Սեռի հարաբերակցությունը ըստ մարզերի դիտարկելու դեպքում կարող ենք տեսնել շատ տխուր պատկեր։ Օրինակ Երևանում 100 կանանց բաժին է հասնում 81 տղամարդ, Լոռիում 88 եւ միայն Գեղարքունիքում է այս ցուցանիշը գերազանցում 100-ը։ Մի փոքր ուշ կհասկանանք, թե ինչու։ Իսկ հիմա դիտարկենք տղա աղջիկ նորածինների հարաբերակցության գործակիցը։ Օրինակ 2023-ին այն միջինում կազմել է 1.11, ավելի պարզ լեզվով ասած 2023-ին միջինում 1000 ծնված աղջկա հաշվով ծնվել է 1110 տղա։ Նշեմ նաև, որ կենսաբանորեն ձևավորված նորման 1.04-ից 1.06 տղա է 1 աղջկա հաշվով, ինչից կարելի է ենթադրել, որ Հայաստանում սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումները եղել են եւ շարունակում են լինել։ Տղա աղջիկ հարաբերակցության գործակցի ճակերտավոր ռեկորդակիրը Գեղարքունիքի մարզը, որտեղ 1000 աղջկա հաշվով ծնվում է 1250 տղա, իսկ օրինակ Երևանում ցուցանիշը թույլատրելի բնական շեմի մեջ է։ Որպեսզի պահպանենք այն բնակչության ցուցանիշը, որը ունենք հիմա, մեկ կնոջ հաշվով պետք է ծնվի 2.1 երեխա։ Ինչպես տեսնում եք, 1960 թվականից տվյալ ցուցանիշը միայն արագորեն նվազում է։ Եթե տվյալ ցուցանիշը պահպանվի, 2100 թվականին Հայաստանի Հանրապետության բնակչությունը կկազմի 1.2 միլիոն մարդ։ Իսկ եթե հակառակը այն բարձրանա 1988 թվականի ցուցանիշի մոտ, կստացվի, որ 2100 թվականին Հայաստանի բնակչությունը կլինի ավելի քան 10 միլիոն անձ։ Հետաքրքիր փաստերից կարելի է առանձնացնել, որ 2022 թվականին սեզոնային աշխատանքով զբաղվող մեր Հայաստանի քաղաքացիները չգնացին Ռուսաստան ռուբլու արժույթի արժեզրկման պատճառով եւ մնացին Հայաստանում, գտնելով այլ մրցակցային աշխատանքներ։ Այսպիսով դա իր հերթին բերեց գյուղերում ծնելիության ցուցանիշի արագ աճին եւ առաջին անգամ 2009 թվականից գյուղերում ունենք աճի տեմպ, իսկ ցուցանիշը գնալով մոտենում է 2.6-ի։ Հատկանշական է, որ 2012-ից մինչև 2021 թվականը քաղաքային բնակչության ծնելիության ցուցանիշը գերազանցել է գյուղական համայնքների ցուցանիշներին, որը ամբողջ աշխարհում գոյություն ունեցող նորմայի հակառակն է։ Հաջորդ մասում քննարկենք բիզնեսի եւ բնակչության ոչ համաչափ տարածքային բաշխվածությունը Հայաստանում։ Հայաստանում 1000 խոշոր հարկատուների բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ 1000 խոշոր հարկատուների 82.5%-ը իր գործունեությունը ծավալում է Երևանում։ 2023 թվականի նույն ցուցանիշի հետ եթե համադրենք, կստացվի, որ 24-ով ավելացել է միայն 2024 թվականի ընթացքում։ Մարզերում գործող փոքրաթիվ խոշոր կազմակերպությունները մեծամասամբ հանքարդյունաբերական ոլորտից են։ Նաև կան որոշները, որոնք գրանցված են մարզերում, բայց փաստացի գործունեություն են վարում Երևանում։ Գերկենտրոնացման միտումը տարեցտարի ամրապնդվում է եւ այն բերում է ոչ համաչափ տարածքային զարգացման։ Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է պետական մակարդակով համապատասխան քաղաքականություն վարել։ Օրինակ, մարզային բիզնեսների համար կարելի է նոր արտոնություններ սահմանել հարկային եւ ֆինանսական, բարելավել ենթակառուցվածքները եւ այլ խթանիչ միջոցառումներ իրականացնել։
Նմանատիպ ծրագրեր իրականացրել են Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, այդ իսկ պատճառով հիմա ունեն բավականին դիվերսիֆիկացված տնտեսություն։ Նշածս երկրներում ստեղծել են հատուկ մարզային կլաստերներ կամ այսպես ասած գոտիներ, որտեղ ոլորտային կազմակերպությունները հավաքվել են մեկ տեղում եւ ստեղծել են մրցունակ արտադրանք, իսկ պետությունը իր հերթին ապահովել է ենթակառուցվածքներ։ Այս կազմակերպությունները դարձել են հայտնի եւ իրենց բրենդներով գրավել են աշխարհը։ Նման ծրագրեր կիրառվել են նաեւ սովետական Հայաստանում, օրինակ Գյումրիում, որը դարձել էր մեքենաշինության եւ տեքստիլի կենտրոնը։ Տնտեսության գերկենտրոնացումը սերտորեն կապված է նաեւ բնակչության տեղաբաշխվածության հետ։ Նայելով գրաֆիկին, տեսնում ենք, որ բնակչության հիմնական կենտրոնացումը մայրաքաղաք Երևանում է, որտեղ ապրում են բնակչության 37%-ը, այն է 1.127.000 մարդ։ Հաջորդ ամենաբնակեցված մարզը Կոտայքի մարզն է, շուրջ 278.000 բնակչությամբ, իսկ ամենաքիչը Վայոց ձորը, ընդամենը 48.500 բնակչով, որտեղ ապրում են նույնքան մարդ, որքան Երևանի Դավթաշեն համայնքում։ Երևանի բնակչության խտությունը հասել է 1 քառակուսի կիլոմետրը 4961 անց, որը հավասարվել է այնպիսի քաղաքներին, ինչպիսիք են Բարսելոնան, Մյունխենը, Միլանը, բայց այս քաղաքներն ունեն շատ լավ զարգացված ենթակառուցվածքներ, իսկ արտադրությունները կենտրոնացած չեն մեկ քաղաքում։ Տվյալ քաղաքները բայց տարբերվում են նրանով, որ ունեն զարգացած ենթակառուցվածքներ, իսկ այդ պետություններում կան նմանատիպ մի շարք քաղաքներ եւ գյուղաբնակ համայնքներ, որտեղ կան նույնպես արտադրություններ եւ բիզնեսներ, այսինքն գերկենտրոնացումը միայն այդ քաղաքներում չէ։ Այս ամենի մեկտեղ Երևանին կից կառուցվում է ակադեմիական քաղաք, որը կարճ ժամանակ հետո նաեւ ներգրավելու է Երևանի մեջ եւ լրացուցիչ ավելացնելու Երևանի բնակչության խտությունը։ Այսպեսով ավելի լավ տարբերակ կարելի է իրականացնել անելով լրիվ հակառակը, օրինակ ակադեմիական քաղաք կառուցել Վայոց ձորում, որը կապահովեր տվյալ մարզի զարգացումը, ուսանողական միգրացիան եւ հետագայում մարզի ակտիվացումը։ Այսպիսով, եթե կարճ ժամանակահատվածում չիրականացվեն լուրջ ծրագրեր, մենք կանգնելու ենք մեծ դեմոգրաֆիկ եւ տնտեսական կոլապսի առաջ։ Շոկոլադի սիրահարները մտահոգվելու առիթ ունեն։ Շոկոլադը կարող է դառնալ շքեղություն։ Վերջին տարիներին կակաոյի միջազգային շուկայում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ։ 2020 թվականից ի վեր կակաոյի համաշխարհային գներն աճել են մոտ 4 անգամ, ԱՄՆ-ում հասնելով վերջին 44 տարվա ամենաբարձր ցուցանիշին։ Աշխարհում կակաոյի արտադրության մոտ 60%-ը ապահովում են երկու աֆրիկյան երկրներ՝ Գանան եւ Կոտ դ'Իվուարը։ Այս երկրներում կային լուրջ ֆինանսական խնդիրներ, դրան գումարվեց նաեւ եղանակային անբարենպաստ պայմանները եւ ստացանք մեծ դեֆիցիտ կակաոյի արտադրության ոլորտում։ Եվ այս միտումը գնալով շարունակվում է։ Կակաոյի միջազգային կազմակերպության կանխատեսմամբ կակաոյի դեֆիցիտը կշարունակի, այն էլ իր հերթին անպայման կազդի շոկոլադի գնի վրա, որը գնալով կբարձրանա։ Ըստ տարբեր կանխատեսումների 2031 թվականին շոկոլադե սալիկի գինը կարող է հասնել մինչև 1300 դրամ, ներկայինիս մոտ 2 անգամ ավելի թանկ։ Փաստորեն, շոկոլադը աստիճանաբար վերածվում է շքեղության, իսկ ինչ են անելու քաղցրակերները դեռ մնում է անհայտ։ 2025 թվականի մարտի 16-ից սկսած Հայաստանի Հանրապետությունը եվրոպական երկրներ կարող է արտանել թեփուկավոր ձկների եւ նրանցից պատրաստված արտադրանքների, ինչպիսիք են խավիարը եւ ձկնկիտը։ Հայաստանի բնակլիմական պայմանները բավականին նպաստավոր են ձկնաբուծարանների գործունեության համար։ Նախորդ տարի Հայաստանում բուծվել է մոտավորապես 25000 տոննա ձուկ։ Մեծամասնությունը դա ձիածանափայլ իշխանն է։ Հայկական ձուկը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանի Դաշնությունում եւ այլ երկրներում։ Այդ իսկ պատճառով շուրջ 30-ից 40% արտադրված ձկնամթերքի արտահանվում է։ Այս պահին Հայաստանում գրանցված է շուրջ 170 ձկնաբուծարան, որոնց գերակշիռ մասը 80%-ը գործում է Արարատի եւ Արմավիրի մարզերում։ ԵՄ արտահանման այս նոր հնարավորությունը կբացի նոր ուղղություններ հայ արտադրողների համար։ Ավարտեցինք եւս մեկ տնտեսական դայջեստ, իսկ մեկնաբանություններում դուք կարող եք թողնել ձեզ հետաքրքրող բոլոր այն թեմաները, որոնց կարող ենք անդրադառնալ հաջորդ եթերների ընթացքում։ Դե ինչ, մինչ հանդիպում։